Պարոն Քոչարյան, հարցս վերաբերվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող եկեղեցու տեղափոխությանը։ Ես ամիսներ առաջ նախարարին դիմել էի եւ եկեղեցին գտնվում է հանքի տարածքում, ուզում եմ հիշեցնել, որտեղ գրեթե անհնար է քաղաքացիների մոտեցումը ապահովել եւ եկեղեցին երկար կյանք չունենա, հաշվի առնելով, որ հանքափոսա եւ այդտեղ պայթեցումներ են տեղի ունենում, մեծ աշխատանքներ են տեղի ունենում։ Տեղյակ եմ, որ հուշագիր եք կնքել դրանից հետո։ Ես ուզում եմ դες տեղեկացնել նաև, որ համայնքի ղեկավարի հետ այցելել եմ համայնքում այն վայրը, որտեղ համայնքապետարանը առաջարկում է, որ եկեղեցին տեղափոխվի, ավականու հետ էլ համաձայնեցված։ Կխնդրեմ տեղեկացնեք, որ փուլում է եւ մոտավոր ինչքան կտևի այդ գործընթացը, եթե չեմ սխալվում, կառավարության որոշում է պետք դրա համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ճիշտ եք ասում, հուշագիրը արդեն կնքված է եւ բացի հուշագիրից նաև գիտեք, որ նախարարության կից կա գիտամեթոդական խորհուրդ, որը ըստ էության հիմնական այն խորհուրդն է, որը կարգավորում է եւ իր վերջնական ոնց որ համաձայնությունը տալիս է, տալուց հետո արդեն մնացածը տեխնիկական հարցեր են եւ ասեմ, որ այդ նիստը տեղի ունեցել եւ դրական ուրեմն պատասխանը կա, արձանագրված է եւ այլևս որևէ խոչընդոտ չկա։ Կառավարության որոշումը, եթե ինքը պետական նշանակության հուշարձանը ոչ թե տեղական է, դեպքում պետք է գալիս, բայց դա ավելի արդեն տեխնիկական հարց է մնում, քանի որ որոշումը գիտամեթոդականի արդեն կա։ Այս փուլում արդեն բարելար է ինչ գործառույթեր անում, ինչ գործունեություն սկսանել, այս բանին կոնկրետ չեմ կարող ասել։ Մեր վերջի ոնց որ զարգացումները եղել են հուշագիրի կնքում եւ դրանից հետո գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը։ Արձագանք Շնորհակալություն, այդ դեպքում խնդրում եմ հետևողական լինել, որովհետև կրկնում եմ, եկեղեցին այն վայրում է գտնվում, որ եթե մի քիչ երկարի հնարավոր է, ինքը ինքնին արդեն լավ վիճակում չի, բայց մի քիչ երկարի գործընթացը գուցե փլուզում լինի եւ գիտեք, որ տեղափոխության համար պետք է համարակալում անել քարերի, որ նույն ձևով, որպես ինքը իր հուշարձանի էությունը չկորցնի։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ անպայման։